Ես կասկած եմ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ պրոռուսական քաղաքական գործիչ է, որը սեփականացրել է արևմտյան գործիչի համբավ։ Ես չեմ նկատել Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ հակառուսական կամ Ռուսաստանի տարածաշրջանից դուրս բերելու քայլեր։ Ավելի իմիտացիոն բնույթի քայլեր են Չեմ արձանագրել, ճիշտն ասած։ Օրինակ Հռոմի ստատուտի վավերացումը, որոնց դա զարմանալի էր, բայց դա եզակի այն քայլերից էր, որ ողջունելի է։ Թող իմանան, որ լավն էլ ենք ասում։ Այո, Հռոմի կանոնադրության վավերացումը դա անվտանգային հարց էր ընդ որում, բայց Հռոմի կանոնադրության վավերացումը ինքնանպատակ պետքա չլիներ։ Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի նկատմամբ քրեական վարույթները ինչի կասեցրեցիք։ Հռոմի կանոնադրությունը վավերացրել էիք, որ հետո ՄԱԿ-ի քրեական դատարան դիմեիք, ինչի կասեցրեցիք։ Կարծում եք էլ ցեղասպանություն չի լինելու։ Խաղաղությունը հաստատվել է, ուղղակի մենք սովոր չենք այդ խաղաղության մեջ ապրելուն։ Կարկանդակը իհարկե համեղ ուտեստ է, բայց պետք է նաև իրավիճակից չկտրվենք ընկերներ։ Մերձավոր արևելյան տիրույթում խոշոր պատերազմ է հասունացել։ Մենք ոնց կարող ենք երաշխավորենք խաղաղություն։ Ոնց կարող ենք երաշխավորել, դա անհնարին է։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։